Ես ինքս հիմա չէի ցանկանա անդրադառնալ բարձրագույն դատական խորհրդի հայտարարությանը, բայց կցանկանայի անդրադառնալ այդ դատավորների վարքագծին, որը բնականաբար այդ ամեն ինչի առիթը դարձավ։ Փաստաբանը ունի ազատ խոսքի իրավունք, ինչպես ցանկացած քաղաքացի։ Եվ որպես իրավագիտակից եւ իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող անձ, փաստաբանը իր վստահորդի շահերը պաշտպանելիս չպետք է կաշկանդվի տարատեսակ ճնշումներից։ Այդ թվում նաև չպետք է վախենա կամ խուսափի քննադատությունից, եթե դրա տեղը կամ առիթը կա։ Դատավորների հետ փոխհարաբերություններում, ըստ նաև եվրոպական ստանդարտների, այդպես կոչեմ, ուրեմն կրկին արգելված չէ փաստաբանին քննադատել, նույնիսկ սուր քննադատել դատավորին կամ դատական համակարգին։ Սակայն վիրավորական չպետք է լինի քննադատությունը։ Այս սահմանափակումը կա, որովհետև ի վերջո փաստաբաններն էլ նպաստում են արդարադատության իրականացմանը։ Այդ 3 դատավորները, որոնց մասին ես խոսել եմ եւ անդրադարձել եմ նրանց վարքագծին, իրականում իմ գնահատմամբ շատ լուրջ խախտումներ են թույլ տվել։ Ընդհուպ ես այդ խախտումները նույնիսկ տեսնում եմ քրեական արդարադատության տիրույթում, որովհետև նրանք փաստորեն մի դուռ են բացել եւ մտել են եկեղեցու ներքին գործերի տիրույթ։ Հիմա պատկերացրեք այս դատավորների որոշումների արդյունքում մի շարք անօրինական գործընթացներ են ընթանալու, ել չեմ ասում, որ բացական հետևանքներ էլ կարող են լինել եւ բարոյական եւ իրավական եւ նաեւ կրոնական։ Այդ դատավորներից Էդգար Հովհաննիսյանի որոշման հիման վրա այդ կատարողական գործընթացի արդյունքում փաստորեն մեղադրյալի կարգավիճակ են ստացել ամենայն հայոց կաթողիկոսը, 5 եպիսկոպոս, այդ թվում arczepiskopos եւ 1 քահանա։ Եվ պատկերացնում եք, ըստ այդ դատանի որոշման տրամաբանության եւ նաեւ հարկադիր կատարման ծառայության այդ մեկնաբանությունների եւ նաեւ դրան գումարած քննչական մարմնի եւ դատախազության մարմնի այդ մեկնաբանությունները ստացվում է, որ ամենայն հայոց կաթողիկոսը այլևս չի կարող իր տիրույթում գտնվող հոգևորականի կարգալուծության հարց քննարկել, երբ որ դրա առիթը եւ հիմքերը կան։ Եվ փաստորեն ինչ է ստացվում, պետությունը միջամտում է եկեղեցու ներքին գործերին, իսկ դա եւ մեր ներպետական օրենսդրությամբ է արգելված, եւ նաեւ միջազգային իրավունքի տեսակետից է արգելված։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ունի բազմաթիվ վճիռներ այս առիթով եւ նշել է, որ նման դեպքերում չեն կարող իրենք եկեղեցու ինքնակառավարման տիրույթ մտնել։ Մյուս 2 դատավորները Հովհաննես Մելքոնյան եւ Սիմա ազգանունը չեմ հիշի հիմա, նրանք ըստ էության կարգալուծ եղած քահանաների աշխարհիկ անձանց հայցեր ընդունելով վարույթ, մինչև գործով վերջնական վճիռ կայացնելը, որոշել են պարտավորեցնել հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որպեսզի ապահովի այս անձանց քահանա, այսինքն հոգևոր հովիվ լինելը։ Տեսեք, հոգևոր դաշտում չի կարող համապատասխան իշխանություն, հոգևոր իշխանություն ունեցող անձը, քահանան, իրականացնել քահանայի առաքելություն։ Հոգևոր ծես իրականացնել, օրինակ Սուրբ խորհուրդներն իրագործել, որոնց մեջ են մտնում նաև մկրտությունը, այդ ամուսնության խորհրդի իրագործումը, նա իրավունքը չունի։ Եվ ավելին, քահանաներն իրավունք չունեն ընդհանրապես նրա հետ աղոթակից լինեն այդ տեսակետից, նրան չեն կարող որպես քահանա ընդունել։ Նույնիսկ այսպիսի կանոն կա, եթե իրեն կարգալուծ եղած քահանայի հետ աղոթակից են լինում, այսինքն որպես քահանայի աղոթակից են լինում, դա իրենց կարգալուծության նաև հիմք է։ Հիմա աշխարհիկ դատարանի որոշմամբ աշխարհիկ անձը իրականացնում է կրոնական ծես, որի արդյունքում անձ է մկրտում։ Սա հոգևոր իմաստով համարվում է սրբապղծություն, որովհետև հենց հոգևոր դաշտում սրանք սրբություններ են, չի կարող աշխարհիկ անձը, օրինակ Սուրբ Միրոնին դիպչել։ Իսկ դատանի որոշման հիման վրա ստացվում է, այդ անձը դիպչելու է։ Եվ բնականաբար, եթե հիշում եք, այս օրերի ընթացքում մենք նաև տեսանք Մասացիոտնի թեմի քահանաների հայտարարությունը եւ Արագածոտնի թեմի քահանաների հայտարարությունը, հոգևորականների հայտարարությունը, որտեղ նրանք ասում են, որ անհամատեղելի է դատարանի որոշումը իրենց ներքին հոգևոր այդ զգացումների հետ, իրենց ապրումների հետ։ Իրենք չեն կարող կատարել մի բան,
որը նրանց մղելու է սրբապղծության։ Դատարանը իրեն պարտադրում է անել մի բան, եթե իրենք դատանի որոշումը չեն կատարում, իրենք համարում են իրավախախտ, բայց եթե դատանի որոշումը իրենք կատարում են, իրենք ընկնում են սրբապղծության մեղքի մեջ, որովհետև փաստորեն ստացվում է, որ իրենք աշխարհիկ անձի հետ հաղորդակից են լինում։ Եվ սա էր խնդիրը, որ բնականաբար ես անդրադարձ էի ունեցել եւ այդ դատավորների քրեական պատասխանատվության հարցը բարձրացնելու մասին տեղեկացրել էի հանրությանը եւ ասեմ, որ այդ միտումը ունեմ ու հավատացնում եմ, որ անպայման այդ հարցը բարձրացվելու է։ Քանի որ մենք գործ ունենք նաեւ դատավորների որոշակի իմունիտետի հետ կապված դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որոշակի սահմանափակումների հետ, որոշակի ֆիլտրերի հետ։ Դուք գիտեք, որ դա բարձրագույն դատական խորհուրդը պետք է այդ համաձայնությունը տա։ Դրա համար մենք այստեղ որոշակի գործողություններ կատարելու անհրաժեշտություն ունենք, որպեսզի հետագայում այդ փաթեթ ամբողջությամբ մենք ներկայացնենք։ Դատանը իր որոշումը իրագործման է ներկայացնում, դատանը ունի այդ պետական հովանավորչությունն ու լծակները, նա իր գործն անում է։ Հանրությունը այդ մի գործիքն ունի այսօր, որ կարողանում է քննադատել, կարծիք արտահայտել, եւ բնականաբար այդ գործիքից օգտվելը չի կարող համարվել ճնշում, այսինքն հակառակը, նույնիսկ դատարաններում ինչու է դատական նիստերը դռնբաց լինում, որոշ բացառություններով, որ դատանի որոշմամբ կարող է դռնփակ լինել որոշակի գաղտնիքի բացահայտման տեսակետից, որովհետեւ դա ապահովում է հասարակական վերահսկողությունը։ Այսինքն դատանն էլ է գտնվում հասարակական վերահսկողության ներքո։ Ինչու՞, որովհետև եթե դատանը այդ վերահսկողության շունչը իր վրա չզգար, ապա նա հակված կլիներ անօրինական քայլերի։ Իսկ հասարակական վերահսկողությունը դատավորներին էլ է պահում զսպաշապիկի մեջ, որովհետև նա հասկանում է, որ ի վերջո հասարակությունը եւ իր գործողությունների դիտորդն է եւ նաեւ իր գործողությունների գնահատողը։ Եվ այս տեսակետից այդ ճակերտներով ճնշման միջոցները դրանք ընդունելի են ժողովրդավարական երկրներում։ Հայտարարությանը չեմ ուզում անդրադառնալ, որովհետև եղավ հայտարարություն, եղավ արձագանքներ, ես շարունակում եմ մնալ իմ տեսակետի մեջ։ Այսինքն ինձ վրա դա չազդեց։ Եթե ինձ վրա դա ազդեր, սառեցնող էֆեկտ ունենար, կասեի, հա, դա ինձ վրա ազդող որոշում է։ Ինձ վրա դա չազդեց, ես իմ միտքը չեմ փոխել, ես շարունակելու եմ այս 3 դատավորների նկատմամբ քրեական պատասխանատվության հարց բարձրացնելու գործընթացը։ Մենք պատկերացնում ենք դատական համակարգին անկախ։ Ես ասեմ ավելին, ամենաշատը դատավորի անկախ եւ ուժեղ լինելը փաստաբաններն են ցանկանում։ Կարող է նաեւ դա պարադոքսալ հնչի, բայց այդպես է։ Ես ուզում եմ ունենալ ուժեղ դատական համակարգ, ուզում ունենանք ուժեղ դատական եւ անկախ դատական համակարգ։ Եվ դրա համար պետք է դատական համակարգը իդեմս դատավորների փորձեն հեռու մնալ քաղաքական պատվերներից։ Քաղաքական պատվերը կարող է նաև չլինել ուղիղ իրեն հրահանգելու միջոցով, բայց քաղաքական պատվերը կարող է լինել նաև, երբ որ ինքը տեսնում է, որ այսօրվա գործադիր իշխանությունը ինչ ծրագիր է իրականացնում եւ փորձի արդեն իր դատական ակտերը համապատասխանեցնի այդ ծրագրին։ Սա բնականաբար անթույլատրելի եւ դատապարտելի արարք է, բնականաբար շատ արագ նույն դատավորներին ինքը կորակազրկի եւ դատավորները էլ վստահություն չեն ունենա։ Առանց էլ մենք լավ գիտենք, որ այսօր դատական համակարգի նկատմամբ վստահության սանդղակը բարձր չէ։ Եվ այստեղ դատավորները պետք է շատ ավելի մեծ զգոնություն ցուցաբերեն, որպեսզի նմանատիպ դատական գործերով կամ իրավիճակներում ուղղակի կողմնապահություն չանեն։ Մենք այսպիսի միջափանիշ ունենք, ասում է անկողմնակալ դիտորդի մոտ պետք է այս կարծիքը թողնի։ Այսինքն անկողմնակալ դիտորդը նայելով այս իրավիճակին պետք է ասի, չէ, դատավորը անկախ է գործում։ Իսկ այս 3 գործերով դատավորների անկախության մասին թեզը նույնիսկ եթե ինքս ինձ համոզեմ, չեմ կարողանում։ Որովհետև դատավորը ընդունել է հայցը վարույթ, որը չի կարող ընդունել, դատավորը չի կարող որոշել քանային կարգալուց անելու տնօրենությունը հիմնավոր չէ կամ իրավաչափ է, թե իրավաչափ չէ։ Դատանը չունի այդ իրավասությունը։ Նայեք, այստեղ նույնիսկ որոշակի դետալների մեջ էլ այդ պարադոքսը զգացվում։ Տեսեք, օրինակ, դատի է տվել Ստեփան Ասատրյանը, բայց պահանջում էր վերականգնեն Տեր Արամ քահանա, ասենք, Ասատրյանին։ Արդեն պարադոքս կա, չէ՞, այսինքն չի ստացվում, որովհետև այնտեղ հոգևոր անուն ունի, այստեղ աշխարհիկ անուն, ասենք տարբեր բաներ են, եւ դա էլ է ցույց տալիս, որ դատան այստեղ անելիք չունի։ Այս գործերով Նիկոլ Փաշինյանի կոնկրետ այդ հակաեկեղեցական
ծրագիրն է իրականացվում։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը, երբ որ Վեհապար Հայրապետը տնօրինությունը արձակեց եւ պաշտոնից հանեց Արման Սարոյանին, նախկին Գևորգ Սրբազանին, այն ժամանակ դեռ ինքը եպիսկոպոս էր, Նիկոլ Փաշինյանը հայտարարություն տվեց, ասեց չենք ընդունում Վեհապար Հայրապետի տնօրինությունը։ Եվ ինքը իր անունից հռչակեց, ասեց իբրև դու Մասյացոտնի թեմի առաջնորդն ես։ Հիմա դատավոր Էդգար Հովհաննիսյանը, որը նաև ԲԴԽ անդամ է, հիմա դատավոր Էդգար Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի այդ կամքն է կատարում։ Հիմա լավ ես ինչ պետք է մտածեմ։ Այդ կամքն է կատարում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի ցանկությունը նա իրագործում է դատական ակտով։ Եվ այդ մասով էլ բազմաթիվ խնդիրներ է առաջացել հենց այդ դատական գործով։ Արման Սարոյանը ամեն պատի առիթի նամակ է գրում հարկադիր կատարման ծառայություն, ասում են ինձ խոչընդոտում են, այս եկեղեցում հավաքում ժամերգություն են անում, իմ համաձայնություն չկա, հարկադիր կատարողներն են գալիս են Արման Սարոյանի քմահաճություններն են իրագործում։ Ես այդպեսի բան չեմ տեսել, որ հարկադիր կատարման ծառայությունը նման իրավիճակում այդ հացի ապահովման շրջանակներում ուղեկցի պահանջատիրոջը, տվյալ դեպքում Արման Սարոյանը եւ նրա գործը անի։ Եթե իմանանք այդպես հեշտ բանը, կարելի կորպորատիվ արհեստական վեճեր ստեղծել, կազմակերպցնել մեկի մյուսին դատի տա եւ հարկադիր կատարողն ասի իմ գործը արեք։ Ամեն անգամ ասում է չեն թողնում բանկում փոխանցում կատարեմ, հարկադիրը գալիս է դա ապահովում է։ Ասում է մոմավաճառները սա չեն անում, հարկադիր կատարողը գալիս ինչ որ։ Այսինքն մի թեմում սարքել է մի իրավիճակ, նույնիսկ նամակներ է գրում քահանաներին եւ ասում է որ սա ըստ էության կանոնական չէ, հակասում է կանոններին, եկեղեցական կանոններին եւ դատանի որոշմանը։ Այսինքն այն հոգեվորականը, որոնց համար ամենակարևորը դա Աստծո խոսքն է եւ ինձ եկեղեցական կանոնները, արդեն սրա կողքը ավելացրել են դատարանի որոշումը։ Սա շատ սարսափելի բան է, եթե այսպես ուղղակի մենք հիմա նաեւ կարող հումորով սրան նայենք, բայց շատ սարսափելի բան է շա։